Բարեկամներ, ողջույն, այսօր ես հյուրընկալել եմ քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Մարտիրոսյանին, Հայկ ողջունում ձեզ։ Բարի ձեզ Գեորգ։ Այս օրերին անդադ մենք խոսում ենք Արարատի հետ կապված։ Արարատը ոմանք համարում են ընդհանրապես պատկեր, շատ քպականներ հիմնավորում են դա նրանով, որ այսինքն Արարատի հանելու, որ դե կնիք է, դրա մեջ մեծ բան չկա, կնիքից հանելը դրանով չի որոշվում ի վերջո։ Երբ որ իրենց հակադարձում են, ասում են դա թրքացման է տանում կամ դա Թուրքիայի պահանջն է, իրենք ասում են գոնե միտեղ ցույց տվեք, որ Թուրքիան նման պահանջ է ներկայացրել, եւ ավելին ավելացնում են, որ մենք հիմա ամենաբարձր անվտանգության աստիճանը ունենք։ Ձեր մեկնաբանությունը։ Դե հիմարությունները մեկնաբանելը շնորհակալ գործ չի եւ ես չեմ սիրում դա անել, բայց քանի որ ասում եք պիտի փորձեմ անդրադառնալ դրան, նախ ես չգիտեմ որքան դեբիլ պետք է լինել, որպեսզի այդ խոսքերը լուրջ ընդունել, թե ցույց տվեք միտեղ, որտեղ դա Թուրքիայի պահանջն է։ Այսինքն, եթե ներքին կապով կամ հեռախոսով զանգում են, ասում են կամ հանդիպման ժամանակ ասում են, հա, իդեպ 477 պահանջներից հիմա այս պահին պիտի անեք Արարատի պատկերը ամեն տեղից հանելը, ուրեմն դա պիտի ինչ-որ միտեղ գրանցվի կամ բերեն իշխանությունները, ռեժիմը հրապարակի մամուլում, հա, այդ աշճանի դեբիլություն, ես գիտեմ, որ դեբիլություն կա։ Բայց կարող է իրոք Թուրքիան ասենք, չենց ես էլ իհարկե դες համաձայն եմ, բայց կարող է Թուրքիան իսկապես մենք հաճախ այդ նույն բանը տեսենք Ռուսաստանի նկատմամբ, որ հաճախ այնպես չէ, որ Ռուսաստանը անմիջապես ասել է, բայց հայկական կողմը ինքն իրեն ենթադրելով, որ դա կարող է դուր գալ կամ կարող է Իհարկե, տեսեք, մտնողականության, գաղափարախոսության ծիրուն լրիվ տեղավորվում է, որ ինքդ քեզ ավելի գեղեցիկ փաթեթավորումներով մատուցես ամեն գիշեր դա կամ առավել հարմար դիրք բռնես, դա այդպես հասկանալի է, որ կարող է այդպես լինել եւ կարող է եւ այդպես է։ Բայց ինչ կարևոր է։ Կարևորը փաստն է, որ Արարատը հանվում է եւ իրենք դրա տակ դնում են այսպես կոչված իրական Հայաստանի, իրականում չիրական Հայաստանի, որովհետեւ դա արդեն Հայաստան չի, դա Հայաստանի կրճոն է։ Եվ այդ գաղափարախոսությունը։ Հիմա Արարատի պատկերը մշտապես Թուրքիան ցանկացել է հանել անգամ խորհրդային տարիներին եւ սա շատերը այս պատմությունը գիտեն։ Երբ պատասխանվել է Թուրքիային, թե իսկ արդյոք Լուսինը պատկանում է Թուրքիային, որ դուք դա դրել եք։ Ես ուզում եմ մի բան ասել, իհարկե շատ են խոսում Վրաստանի օրինակի մասին, որ հրաշալի օրինակ է, որտեղ վրացիները բարձր արժանապատվություն ունեն, վրացիները բարձր իրական հայրենասիրության զգացողություն ունեն եւ իրենք երբեք չեն հրաժարվում իրենց պատկանող Օսեթիայից եւ Աբխազիայից։ Իրենք չեն հրաժարվում, իրենք ամեն տեղ այդ քարտեզները կա, փողոցներում, ամեն ինչի վրա։ Վրաստանը պատկերացնել առանց Վրաստանի մաս հանդիսացող Օսեթիայի եւ Աբխազիայի հնարավոր չի։ Բայց ես ուզում եմ մեկ այլ օրինակի անդրադառնալ։ Արգենտինան սրանից արդեն շուտով կլինի 40 տարի առաջ պատերազմ ունեցավ Միացյալ Թագավորության հետ Ֆոլկլենդյան կղզիների շուրջ, որ ըստ էության Արգենտինային շատ ավելի մոտ է, քան Մեծ Բրիտանիային, Մեծ Բրիտանիայից հազարավոր մղոններով հեռու է, եւ պարտվեց Արգենտինան, պարտվեց շատ դաժան կերպով, եւ արդեն շուրջ 40 տարի այդ կղզիների վրա Արգենտինան ընդհանրապես որևէ վերահսկողություն չունի։ Մինչև հիմա Արգենտինայի յուրաքանչյուր անկյունում, մասնավորապես Բուենոս Այրեսում, չկա մի անկյուն, որտեղ Ֆոլկլենդյան կղզիները, որոնք արգենտինացիները կոչում են Մալվինաս կամ Մալվինյան կղզիներ, պատկերված չլինի ավտոբուսների մուտքի դռների կողքը ստիկերներ կան, ինքնակպչուն հիմար բառով որ թարգմանվում է հայերեն, ինքնակպչուն բաներ կան, որոնց վրա նկարված են Մալվինաները կամ Ֆոլկլենդյան կղզիները եւ գրված է իսպաներենով Մալվինաները Արգենտինային են պատկանում։ Ամեն տեղ քաղաքի կենտրոնում հսկայական կտրվածքներ կան քարտեզի տեսքով հենց միայն կղզիների։ Եվ որևէ մեկ այնտեղ չի խոսում իրական Արգենտինայի մասին կամ սրա մասին, նրա մասին։ Այս ամեն ինչը պիտի հասկանանք, սպეციფიკորեն բնորոշ է միայն այս մարդկանց։ Ես հենց այդ մարդկանց մասն եմ ուզում իրականում դες այդ խոսել։ Բայց Գեորգ, եթե ներողություն, եթե ինձ թույլ կտաք, ուղղակի միտքս կուզենամ ամբողջացնել, խնդրում եմ չմոռանաք ձեր հաջորդ հարցը։
շատ կարևոր է սիմվոլիկան։ Եվ եթե դու հանում ես, դու ստրկական հոգեբանության դրսևորում ես ցույց տալիս, եւ բացի դրանից, ով է ասում, որ Արարատը օրենքով, միջազգային օրենքով Հայաստանի Հանրապետության մաս չի։ Հետո ինչ որ օկուպացված է։ Չէ՞ որ դա Քեմալ Աթաթուրք եւ Լենին համաձայնագրով է անցել Թուրքիային, ընդ որում ապօրինի համաձայնագրով, միջազգային որևէ իրավական ուժ չունեցող համաձայնագրով։ Եվ իհարկե գլուխները մտցրել են ռոպագանդան բոլշևիկյան, սովետական միության օրոք եւ հետ սովետական նեոբոլշևիկյան ռոպագանդան, այսպես կոչված անկախ Հայաստանի, որ նույնպես նեոբոլշևիզմ է եղել մշտապես, եւ հիմա հատկապես նեոբոլշևիզմը հասել է գագաթնակետին, այդ ռոպագանդան մտցրել ուղեղները, թե դա Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածք չի։ Այստեղ էլ շատ ուրիշ թեմա կա, որ լայն թեմայի չեմ ուզենա անդրադառնալ, թե այդ ոնց որոշեցին, որ միջազգայինորեն ճանաչված է կամ միջազգայինորեն ճանաչված չի։ Ռուսները հայերին այսինքն ասեք, որ սա միջազգայինորեն ճանաչված չի, հայերը սկսեցին կրկնել, միջազգային հանրությունն էլ սկսեց դա ճանաչել ոչ Հայաստանի մաս։ Եթե հայերը ասեին սա Հայաստանի մաս է, կճանաչեին Հայաստանի մաս, եւ հայերը իրական օրինական փաստարկները բերեին, որտեղ այդ փաստարկները կան։ Հիմա, բայց սա մի քիչ ծավալվեցինք։ Արարատը ամենակարևոր սիմվոլներից է։ Եվ այդ ազգային երազանքը կամ ազգային սիմվոլը պետության մաս հանդիսացող լեռը, եթե դու հրաժարվում ես դրանից, դու հրաժարվում ես քո ծնողից։ Եվ դա ասում ես, որ դա իրական բանն է, քո կոնցեպտն է, որովհետև քո ծնողը այս պահին, ասենք, բանտում է նստած կեղծ մեղադրանքներով, եւ ուրեմն քո ծնողը չի։ ԿՊ-ականներից մեկը հենց այդ նույն հարցին Facebook-ում երբ որ իրեն ասում, բայց չէ որ սա մեր ոգու խորհրդանիշն է, մեր պատմությունն է եւ այլն։ Տեսեք ինչպես է հակադարձում, ասում է, իսկ ով է ասել որ ոչ։ Մենք դեմ չենք դրան, որ այո, ոգու խորհրդանիշ է, բայց ոչ պետական ատրիբուտներում դնել մի սար, որը մեզ չի պատկանում, հետեւաբար մենք այդտեղ պիտի մաքսիմալ լինենք, այսպես ասած, ճշմարտությանը մոտ։ Մենք չենք մերժում մեր պատմությունը, մեր ոգին, դրանով չի արտահայտվում մեր ոգու լինելը, այսպես ասած։ Դե ես արդեն պատասխանեցի դրան, նախ հարց է պատկանում է թե չէ, եւ հարցել չի ինձ համար գոնե հստակ է, որ պատկանում է։ Ուրիշ հարց որ օկուպացված է։ Ասեցի շատ երկրների տարածքներ, տարբեր երկրների կողմից օկուպացված են։ Մյուս դիսկուրսը նարատիվը ավելի շուտ այն է, որ սա ոչ մի կապ չունի պահանջների կամ այսօրվա զարգացումների հետ։ Ես հատուկ եմ բարձրացում այս հարցը, որովհետև հասկանալ է, եթե ես ու դուք հանգիստ խոսենք, մենք չենք քննարկի, մեզ համար սա ակնհայտ է, այս ամբողջ ընթացքը ուղղակի պարզ է, դա մի շղթա է, որը կամած ես դեռ նույնիսկ մի քանի տարի առաջ ասում եմ շուտով ստիպելու են մեզ նաև իսլամ դավանել, ընդունել, եթե այսպես շարունակենք։ Բայց դա գալու է, դա լինել է։ Հենց էսա եւ դրան էլ նաև շատ հետաքրքիր մի դիտարկում էր արել Գարիկը Խումարյան, հանրային ռադիոյի տնօրենը ժամանակին, որ ըստ էության իմ հայ լինելը խանգարում է ադրբեջանցուն եւ Թուրքիան ընդհանրապես, այսինքն պիտի հրաժարվես հայ լինելուց, որ ինքը հանգստանա։ Տեղի ունենում ինքնության ոչնչացում, հազարամյակներով ձևավորված ինքնության ոչնչացում, ընդ որում այդ ինքնությունը վերջնական, այսպես կամ վերջնականին շատ մոտ տեսքի եկել է աշխարհում ամենավաղ ժամանակներից մեկում, մոտարապես 5-րդ դարում։ Գրերի գյուտը ամբողջացրեց հայկական ինքնության ստեղծումը եւ դրանից հետո այդ ինքնությունը սկսեց զարգանալ ուղակի, բայց ամբողջացրեց։ Եվ երբ որ սա ասում ես, հիմարություններ են դուրս տալիս պատմություն չիմացողները եւ նաեւ համաշխարհային պատմություն չիմացողները, թե բա մենք ինքնություն ունեինք դեռ Ուրարտուի ժամանակ, Տիգրան մեջ չկար, ոչ ոք չուներ ինքնություն այդ ժամանակ, ազգային ինքնություն նկատի ունեմ։ Տարբեր ինքնություններ կային, ազգային ինքնություն գոյություն չուներ։ Աշխարհում ամենաառաջիններից մեկը, եթե չասենք առաջինը, եւ ես չեմ ասի առաջինը, բայց ամենաառաջիններից մեկը հայկական ազգային ինքնությունն է ձևավորվել։ Հիմա 5-րդ դարից սկսած այդ ինքնությունը, որ ահռելի մշակութային ժառանգություն է, եւ այն դեբիլություններին չեմ ուզում անդրադառնալ, որ ասում են թե քրիստոնեություն ընդունեցինք, էս եղավ, վատ եղավ, բան եղավ, դա դեգեներատության գաղափարախոսություն է իհարկե, բայց թողնենք մի կողմ։ Այդ 5-րդ դարից եկած ինքնությունը ուղղակի ոչնչացվում է, բայց դա ոչնչացվում է, եւ այստեղ պիտի ասեմ մի բան, որին էլի ոչ ոք չի անդրադառնում բացի ինձանից։ Ոչնչացվում այդ ինքնությունը կրողների ձեռքով եւ հոժար կամքով,
Որովհետև եթե չկա բողոք եւ ցեղասպանությունը նույնպես ինքնության մաս է, դա պատմության մաս է, դա ԴՆԹ-ի մեջ է մտած, դրանից հրաժարվել հնարավոր չի։ Եվ եթե ցեղասպանության հուշարձանի հետ հնարավոր է սա անել, եթե Արարատը, որ ինքնության անբաժան մասն է, հնարավոր է հանել եւ նորից արձագանք եւ բողոք չկա, նշանակում է ինքնություն արդեն իսկ չկա։ Արդեն իսկ չկա եւ այդ ինքնությունից հրաժարումը անհնար է որևէ ազգի մոտ, եթե այդ ազգը դա կամավոր չի անում։ Իրականում գնում է մի process, որի արդյունքում սա ազգից վերածվելու է խառնամբոխի առանց ազգային ինքնության եւ այդ տրանզիցիայի, այդ փոխակերպման ընթացքում միանգամից որդեգրվելու է թուրքական կամ ադրբեջանական ինքնություն, որը իրենք ձևավորել են շատ հաջող ձևով, բավական արագորեն, մասնավորապես ադրբեջանցիները, եւ այդ իրենց ինքնության մեջ ներառված է նաեւ այն վիճակը, որ արկա է Հայաստանի հանդեպ, եւ դա ներառված է իրենց ինքնության գաղափարախոսության մեջ։ Հիմա տեղի ունենում ինքնալուծարում, պետք չի ամեն ինչ բարթել ադրբեջանցիների եւ թուրքերի վրա, եւ չի կարելի բարթել, իրենք իրենց գործն են անում։ Ինչ են անում այստեղ։ Նա թշնամի է, անում է իր թշնամական։ Բայց արդեն թշնամի էլ ես չեմ կարողանում ասել, գիտեք ինչի։ Որտեվ եթե ժողովուրդը եւ հայ ազգը չի համարում ադրբեջանցիներին եւ թուրքերին, Ադրբեջանը եւ Թուրքիան ավելի շուտ թշնամի։ Այդ պետությունները հարցումներով այդպես չի, հարցումները բավականին բան են։ Հարցումներին ես չեմ վստահում։ Բոլոր հարցումներին։ Որևէ հարցման չեմ վստահում եւ ես չեմ վստահում անգամ եթե ես կանգնած լինեմ եւ այդ հարցումը ընթանա, ես այդ պատասխաններին էլ չեմ վստահելու։ Մենք ականատես ենք եղել, ինչպես են ասում, չէ, Նիկոլը վատն է, բայց կամ գնում են քվեարկում են Նիկոլին, բայց էլ ով եւ այլն եւ այլն։ Այս բաները հարցում հայերի մեջ հնարավոր չի չափելու, տենց ասելով էլ չի, ասելով չի։ Մենք չափենք ինչ որ ձև։ Լրիվ համաձայն եմ, չափել հնարավոր չի, որևէ ճշգրիտ բան հնարավոր չի։ Այնպես ինչպես ես հավատացած եմ, որ բոլոր պետական փաստաթղթերը միջազգային հարաբերություններին առնչվող Հայաստանում այստեղ կամ այնտեղ իմ սուբյեկտիվ համոզմունքն է, ունեն կեղծիքներ, որ գրանցվում ուղարկվում են արխիվներ։ Դա իմ կարծիքն է, իմ ենթադրությունը։ Այդպես էլ ես համոզված եմ, որ չի կարող լինել որևէ վավերական հարցում։ Հիմա շատ կարևոր մի բան։ Մենք մեր շփումների արդյունքում քանակից տարածվածությունից այդ կարծիքների գալիս ենք եզրակացության, թե իրական պատկերը որն է։ Դե մի բան է մոտենան հարցում անեն կամ միկրոֆոն դեմ տան, ընդ որում միկրոֆոնով էլ մենք տեսանք, չէ, 3 թե 3 չառաջ որ մի տեսանյութ էր շրջանառվում, չգիտեմ տեսել եք թե չէ, երբ որ մեկին հարց են տալիս, ինքը սկսում է գովել ադրբեջանցիներին, ընդ որում համատում է մեր հարևանների հետ, որ բարեկամ ժողովուրդ է իրականում, եւ անգամ այդ համատության մեջ ինքը համարում է, որ ադրբեջանցիները ավելի լավն են։ Այսինքն մի անասելի մի բան է տեղի ունենում եւ դա ասվում է եւ դա խոսվում է խոսափողի մեջ։ Այս ամեն ինչով հանդերձ մենք չենք կարող անտեսել, որ սա ինքնալուծարման գործընթաց է, ազգային ինքնությունից հրաժարման։ Եվ ուրիշ մի բան ասեմ, որ էլի որևէ մեկը չի ասում, որովհետև գիտեք հարմար թեմաներ չեն։ Ասողին դա, օրինակ ինձ դա ոչ մի դափնի չի բերում, ոչ մեկը ինձ չի սկսում դրանից ավելի շատ սիրել, հա։ Բայց ես խնդիր չունեմ, որ ինձ սիրեն, բացարձակ, ինձ բացարձակ չի հետաքրքրում։ Դրա համար ես ասում եմ հանգիստ։ Երիտասարդությունը այսօրվա ունի որևէ ազգային ինքնության գիտակցություն։ Բացարձակապես ես դա չեմ տեսնում։ Անհատների մասին չի խոսքը։ Մի երկու հոգու դուք կիմանաք, որ ունի, մի երկու հոգու ես կիմանամ, մի երեք հոգի կա այստեղ այնտեղ։ Չէ, դրա մասին չի, մեր միկրոաշխարհների ինչ որ առանձին դեպքերի մասին չի։ Բացարձակ մեծամասնություն։ Մի հատ նայեք։ Փողոցում որ անցնում եք, թեմաները որ լսում եք, սրճարաններում որ տեսնում եք, կամ միայն Երևանի մասին չի խոսքը, մարզերում, գյուղերում երիտասարդությունը չունի ընդհանրապես ազգային ինքնության գիտակցություն։ Հիմա այդ գիտակցությունը ձևավորող ատրիբուտներն էլ են վերացնում։ Եվ ես ձեզ ասեմ, անգամ լեզվի մեջ է դա վերանում, անգամ ուղղագրության մեջ է դա վերանում։ Կատարյալ անգրագիտությունը բավական զգալի խմբերի մոտ դա նույնպես ազգային ինքնության վերացմանն է գնում։ Լեզուն սեփական լեզուն չի իմանալ, պատմությունը արդեն պատմությունից զրկում են սեփական։ Գրականությունից զրկված է, ով է կարդում այսօր հայկական գրականություն, թեկուզ գեղարվեստական գրականություն։ Իսկ ով է երիտասարդներից կարդացել կամ կարդում պատմություն, հայոց պատմություն։ Իմ եւ ձեր սերունդը չէր կարդում արդեն։ Եվ սա այնպես չի, որ
Փաշինյանի ռեժիմը եկավ իշխանության ու բոլորին այդ վիճակի մեջ գցեց։ Փաշինյանի ռեժիմը, Փաշինյանը ինքը ինչ ընթացքի, ինչ process-ի product եւ արդյունք է։ Ինչի արդյունք է։ Այդպես չի որ ինքը օթից ընկավ, չէ՞։ Այո։ Եվ այս մասին որևէ մեկը չի խոսում։ Հիմա ես որ խոսում եմ ինչ։ Այսինքն էլի չէ, ես համարում եմ, որ պետք է մենք խոսենք, շարունակենք ինչ որ ձևով մեր փոքր, բայց լուման ներդնել։ Մենք ոչ մի լումա չենք ներդնում, Գևորգ, ես գոնե ոչ մի լումա չեմ ներդնում դրանով։ Չէ, ես չեմ կարծում, որ թամպես որևէ ազդեցություն չունի, այս ամենը Չէ, որ չունի բացարձակ որևէ արդյունք դա չի ունենում, հետեւաբար դա զրոյական է։ Ես ինչի եմ խոսում, ուզում եմ այստեղ նաև շատ անկեղծ մի բան ասել։ Ես խոսում եմ, որպեսզի սա արձանագրվի։ Որտեվ ես պատմաբան եմ իմ առաջին մասնագիտությամբ, եւ ինձ համար փաստերից շատ ավելի կարեւոր է փաստերի համակցումը, եզրակացություններ անել եւ ընդհանուր պատկերը տեսնել եւ պատմության մեջ շատ անցքեր կան, դեպքեր կան համաշխարհային պատմության մեջ եւ հայոց պատմության մեջ, որտեղ փաստերը շատ են, բայց համադրում չի արվել կամ չի արվում, կամ արվել է 1-2 հոգու կողմից միայն ուսումնասիրողն է եւ դա է խնդրեմը, որովհետեւ եթե դու փաստին գնահատական չես տալիս, թեկուզ քո սուբյեկտիվ գնահատականը, բայց փաստին գնահատական չես տալիս, այդ փաստերը հետո սկսում են մանիպուլյացիայի ենթարկվել։ Եվ ես ուզում եմ սա ասելով արձանագրել հետագայի համար, բայց հետագայում ես վստահ եմ հայ պատմաբան երևույթ չի լինելու ընդհանրապես, որտեղ հայացք չի լինելու։ Հետևաբար ես սա անում եմ այն մարդկանց համար, ովքեր ուսումնասիրելու են այսօր հայերի պատմությունը, այսօրվա հայերի պատմությունը, ինչպես դա այսօր անում են, ասենք, որոշ անգլիացիներ, իտալացիներ, բաբելացիների, ասորեստանցիների պատմությունը։ Իմ կարծիքով, իմ համոզմամբ հայ ազգը այսօր տարալուծված է այլևս արդեն, եւ սա շատ արագ process է։ Իհարկե դուք կարևոր բան նշեցիք, որ սա երեք չի սկսել այս գործընթացը, այսինքն հոգ տանելու, ինքնությունը խնամելու որևէ ջանք չի կատարվել ըստ էության, եղել է այդ պաթոսախառն բաներ տարիներ շարունակ։ Չէ, պաթոսի մասն էլ շատ կարևոր բան եք ասում, շնորհակալ եմ։ Պաթոսի մասն էլ կուզենամ ասել, որտեղ այսօր էլի լսեցի մեկը խոսում էր էլի մեր հայրենասիրությունը պաթոս է բան։ Սեք պաթոսը շատ կարևոր եւ շատ լավ բան է։ Ես համաձայն եմ, բայց դա պիտի լինի դրան զուգահեռ նաև իսկապես օրինակ բանակաշինություն, տնտեսություն, հա, դու պաթոս ունեցի, Իսրայելը լրիվ պաթոս է, բայց այդ պաթոսի տակ ահռելի, այսպես ասած, currency-ն, այդ արտարժույթը ապահովված է ոսկով։ Միանշանակ։ Դուք բացառիկորեն ճիշտ բան եք ասում եւ ասում եք մի բան, որի մասին չեն խոսում որևէ մեկը։ Մենք երկուսս դա ենք հիմա ասում։ Եվ եթե թույլ կտաք մի փոքր զարգացնեմ այդ պահը։ Առանց պաթոսի որևէ ազգ, որևէ պետություն չի կարող գոյատևել։ Հատկապես եթե ինքը խնդիրներ ունի։ Այո, Կարիբյան կղզիների պետությունները, որոնք չունեն որևէ խնդիր, բացի կլիմայից, հանգիստ առանց պաթոսի կարող են գոյատևել, իրենց դա կարևոր չի, իրենց դա պետք չի։ Բայց ինչպես բերեցիք Իսրայելը չի կարող, Հայաստանը չի կարող, որևէ այլ պետություն չի կարող։ Բայց պաթոսը նեգատիվացրել է հայ իրականության մեջ, որտեղ տասնամյակներով ամեն ինչ արվել է, որպեսզի վարկաբեկվի հայրենասիրության գաղափարը եւ մյուս կողմից հայրենասիրություն է ներդրվել եւ այդ որ ասում եք պաթոսի բան, այդ ամեն ինչը նաեւ խորհրդային շրջանում է եղել եւ իմ համոզմամբ այլևս 88 թվականի շարժումը Արցախյան որ սկսվեց խորհրդային միության ներդրածի իներցիան էր հայրենիք սիրելու պետություն, այսինքն այդ հրեշավոր կայսրությունը ինչ որ բաներ էր անում, ինքը փորձում էր լուծել, ուծացնել եւ այլն, բայց միաժամանակ հայրենասիրություն էր դնում, որպեսզի իր սեփական կայսրության հանդեպ փոքր պետությունների հայրենասիրության աստիճանին կանգնելով ձևավորվի հայրենասիրություն նաեւ սովետական կայսրության հանդեպ։ Եվ դա անհրաժեշտ էր անել սկսած հանրապետությունների փոքրիկ մակարդակով, այսպես կոչված հանրապետություններ, որտեղ դրանք հանրապետություններ չէին, ադմինիստրատիվ միավորներ էին։ Եվ այդ բանը իներցիան եկավ, բայց քանի որ կա հոգեբանություն, այստեղ շատ կարևոր է սա հասկանալ, կա հոգեբանություն ծաղրելու պետության գաղափարը, պետությունը չսիրելու, ազգային սեփական ինքնությունը չսիրելու, այլ ընդունելու ուրիշին, որպեսզի ուրիշ ավելի ուժեղի, ավելի մեծի տակ իրականացվի կառավարումը, որպեսզի աշխատանք չտարվի տաժանակիր եւ այլն, սկսել է ծաղրի ենթարկվել հայրենասիրության իսկական մոդելը, որը այսօր կեղծ է հռչակվում էլի, այդ նույն ծաղրի ենթարկվելու համատեքստում եւ դրան կցել են պաթոս բառը եւ այդ պաթոս բառով սկսել են հայրենասիրությունը
եւ ինչպես ասիկ տակը դատարկել եւ վարկաբեկել դրա համար այո օրինակ Սերժենց Քոչարյանեն ժամանակ այդ կեղծ երկերը բանակի բանի մասին որ անում էին ես այո դա կոչում էի կեղծ պաթոս որտեղ տեսնում էի որ տակը ոչինչ չկա եւ դա փաստագրված կա հիմա դրանից էլ են անգամ հրաժարվում դա գոնե ստեղծում էր Գևորգ մի պատրանք բայց որը ստանդարտ էր դնում եւ փորձում էին մարդիկ դրանից չհեռանալ որտեղ վախենում էին որ իրենք կարող են դիտվել որպես այսպես դավաճաններ որպես հիմա ասում են եկեք իրական Հայաստան այո հիմա դա էլ հանել են անունը դրել են իրական Հայաստան լրիվ դարձրել են ապազգային այսինքն արդեն ամոթել չի այդ պաթոսը ամոթի զսպիչ դեր էր խաղում թեև տակը բան չկար եւ քննադատելի էր բայց փոխանակ տակը լցվեր այդ էլ հանեցին շերտը ամբողջ պաշտպանական տակը մնաց ոչինչ այսինքն ոչինչ չմնաց հիմա ես ու դուք դինոզավրեր ենք եւ էլի 1 2 3 դինոզավր կամ այդպես հա մենք ինչ որ հին ժամանակների բայց նաեւ այսօրվա եւ ապագայի գաղափարախոսության կրողներ ենք, որոնք տոտալ այսօր իրենց գաղափարախոսությամբ մերժված են։ Բայց մենք չպայքարենք, այ մենք չփորձենք բանալ։ Չպայքարենք, Գևորգ ջան, բայց այդ պայքարը ինչպես է։ Այդ սուտ է, որ ասում են թե դե հրաժարվում են պայքարից, պայքար։ Չէ, հիմա օրինակ ունենք մենք այս հարթակը, ես շարունակում եմ հավատալ, որ ինչ որ մի ձևով գոնե մենք կարողանում ենք բանալ։ Խոտություն է։ Այն ինչ որ դուք եք անում անձամբ, այն ինչ որ ես եմ անում անձամբ։ Նկատի ունեք մենք հողմաղացների դեմ ենք պայքարում, ուսապարկերի։ Միանշանակ։ Ինչի դեմ ուզում եք, բայց մենք չենք պայքարում, որովհետև սա պայքար չի, պայքարում դու պայքարակից պիտի ունենաս։ Միայնակ պայքարողը Դոն Կիխոտ է, պայքարող չի։ Եվ բայց ես սա չեմ էլ համարում պայքար շատ օբյեկտիվորեն։ Ես համարում եմ փաստագրում։ Մի բան, որը պիտի արվի, պիտի ասվի։ Մեծ հաշվով ես խաչ եմ քաշել ամեն ինչի վրա, որովհետև ես հասկանում եմ սա ուր է գնում եւ ես գիտեմ որ անուժ է եւ ասեմ ձեզ նույն այդ ոչնչացման, ինքնաոչնչացման, տարալուծման, ազգային ինքնության պետության ոչնչացման քաղաքական գծի մեջ եմ մտնում նաեւ ձև տալը եւ ասելը թե այս սա պայքարում է, նա պայքարում է, այս խումբը պայքարում է, կամ այդ խմբերին մեյդան գցելը, հրապարակ գցելը, որ իրենք իբրև թե պայքարի աուրա ստեղծեն։ Դա, որովհետև մարդկանց էներգիան ուղղորդում է մի բանի, որը արդյունք չի տալու եւ հատվածաբար է կտրտված է, դեռ ընդհանուր միավորող գիտակցություն չկա։ Այդ գիտակցությունը այսօր անհատները չեն կարող ստեղծել։ Այսօր տուպիկային, պատային, փակ իրավիճակ է, որից ելք ըստ էության այլևս չկա։ Ելքի ուղիներ կան, բայց իրական փաստերի եւ հանգամանքների վրա հիմնվելով, որոնցից ամենահիմնականը այն է, որ հասարակությունը կատարել է հստակ եւ գիտակցված որոշում գնալ դեպի ապազգայնացման, հրաժարվել պետությունից եւ պետականությունից, այսօր այդ երկուսը շահկապված են այս իրականության մեջ, ինքը հրաժարվել է արդեն եւ այդ ազգային ինքնագիտակցությունը հիմա քանդվում է եւ քանդվում է կամավորաբար եւ չի հանդիպում որևէ համընդհանուր դիմադրության ոչ մի առանձին անհատ ոչ մի առանձին խումբ ոչ մի շարժում անգամ դա չի կարող վերականգնել որտեվ եթե կա անապատում դու ինչքան ուզում ես սերմ գցի եւ ջրի չի լինելու չի կպնելու պարարտ հող չկա այլևս այդ հողը ինքնաամայացվել է ինքնաաղակալել է եւ սա է խնդիրը դրա համար այդ սուտի պայքարիստները նրանք նույնպես խաղում են բացական դեր հիմա այստեղ հարց կառաջանա բա ինչ անեն բա չանեն թերևս ոչ այլևս իմ կարծիքով միակ լուծումը թույլ տալն է որպեսզի գնա դեպի կործանում ինքն իրեն եւ գին վճարվի դրա համար կամ կվճարվի կլինի ինչ որ գաղափարական պայթյուն կամ կլինի տրամաբանական հանգուցալուծում։ Այս ամեն ինչով հեշտացվում է ընդհանրեն ինքնակործանման ճանապարհը։ Հայկին վերջին հարցը ժամանակի առումով բան ունենք։ Այսինքն այս տրամաբանությունը հուշում է, որ 26 թվականին Նիկոլ Փաշինյանը ուղղակի առանց որևէ լուրջ դիմադրության ընտրվելու է։ Միանշանակ, ընդ որում իրեն շատ օգնելու են այսպես կոչված ընդդիմադիր կուսակցություններն ու ուժերը եւ շարժումները շատ օգնելու են իրենց ներկայությամբ այդ ընտրարշավում
Լեգիտիմացնելու են, այո, լեգիտիմացնելու են։ Իմիտացիա լինելու իբր թե ռուսներն են պայքարում, չեն կարողանում։ Այո, Սամվել Կարապետյանը արևմտամետներ են մտնելու այսպես կոչված հրապարակ, որոնք իմ համոզմամբ այս ռեժիմի պրոյեկտն են եւ հայտնի է արդեն կարելի կռահել, թե որտեղից է այդ ամեն ինչը գալիս եւ այլն, որոնք արևմուտքի հետ իրական արևմուտքի հետ որևէ կապ իրականում չունեն։ Ես ասել եմ անցյալ անգամ, կարծեմ հենց այս տաղավարում, հիմա էլ կրկնեմ, բոլոր այն ուժերը, կուսակցությունները, որոնք մասնակցելու են որպես ընդդիմություն այս իշխանությանը ընտրություններին, նրանք սատարելու են այս իշխանությանը իրենց գործողությամբ, այդպես է ստացվելու։ Դա իմ պատկերացումն է եւ իմ վերլուծությունն է։ Եթե լիներ իրական ազգային մտածողություն, պետության շահով առաջնորդվելու մտածողություն ընդդիմադիր դաշտում, այս պահից սկսած բոլորը դուրս կգային։ Պարզ է, չէ՞, նոր կուսակցություններ օթից չեն ընկնելու։ Լինելու են նրանք ինչ կան, նույն մարդիկ, նույն բաները, տարբեր ռիբրենդինգներով, տարբեր նոր հագուստներով, քողերով, չգիտեմ ինչերով։ Պիտի դուրս գային, հիմա արդեն պիտի դուրս եկած լինեին քաղաքական դաշտից եւ թողած լինեին այս ռեժիմին։ Եթե չեն միավորվում, եթե հնարավոր չի, ոչ միայն քաղաքական ուժերի միավորում, այլև ժողովրդի միավորում մեկ օրակարգի շուրջ, միակ ելքի հնարավորությունը, ելքը չեմ ասում։ Դա կարող է եւ ելք չի, բայց ելքի միակ տեսական հնարավորությունը քաղաքական պայքարով դա դուրս գալներ ընդհանրապես դաշտից, որովհետև քաղաքական դաշտում քաղաքական բոլոր process-ները վերահսկվում են Ռուսաստանի կողմից, հիմա արդեն նաև թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից։ Հետևաբար քաղաքական process-ներով որևէ բան անել հնարավոր չի, եւ եթե հնարավոր չի, եթե դու մասնակցում ես այդ process-ներին, դու սատարում ես այդ process-ներին։ Դու օգտակար ես լինում, որովհետև քեզ նայելով գնալու են ընտրեն նրանց։ Հիմա, ապա քաղաքական ինչպիսի process կարող է իրավիճակը փոխել։ Միայն մի պարագա։ Այլևս այս Հայաստանի կոնկրետ դեպքը վերցնելով, այլ երկրներում այլ դեպքեր կան։ Դա համընդհանուր, համաժողովրդական ըմբոստության դրսևորումն է։ Նեպալի նման։ Պայքարը, ես չգիտեմ ում նման, բայց պայքարը համաժողովրդական փողոց դուրս գալը եւ բողոքի ալիք բարձրացնելը։ Եվ քանի որ դա էլ անհնար եմ համարում Հայաստանում եւ հայերի պարագայում, սա իրոք տուպիկային փաստ է, հանգամանք է, որը ես փաստացի ընդհանրապես արձանագրում եմ։ Հայք, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն նաև ձեզ հյուրընկալեցին քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Մարտիրոսյանին։ Հաջողություն ձեզ։